ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պլանավորում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մերձավոր Արևելք կատարելիք իր ընթացքում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը ճեպազրույցի ժամանակ, որը հեռարձակվել է Սպիտակ տան կայքում։ Նախագահը երեկ պատասխանեց այդ հարցին. հանդիպում չի լինի, ասել է Լևիթը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի մեծ պալատի Եկատերինյան դահլիճում հանդիպում է ունեցել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Վուչիչը մայիսի 7-ին Մոսկվա է ժամանել հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար, չնայած Եվրամիության սպառնալիքներին։ Նրա ճանապարհորդությունը կանխելու համար Բալթյան երկրները թույլ չտվեցին նրա ինքնաթիռին անցնել իրենց օդային տարածքով։ Ինչպես նշվում է, Ալեքսանդր Վուչիչը հույս է հայտնել հանդիպում ունենալ Վլադիմիր Պուտինի հետ Բելգրադում։ Իր հերթին Ռուսաստանի Դաշնության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը գնահատում է, որ Սերբիայի նախագահն անձամբ է մասնակցել հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձի տոնակատարություններին։ Մոսկվայում հաղթանակի օրվա տարեդարձի շքերթը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար դարձավ ուժի միջազգային ցուցադրություն։ Այս մասին ասվում է իսրայելական Ynet պորտալի հրապարակման մեջ։ Հրապարակման հեղինակների կարծիքով շքերթը ապացուցեց, որ երկիրը մեկուսացված չէ։ Հոդվածում նշվում է, որ արարողությանը մասնակցել են մոտ 3 տասնյակ համաշխարհային առաջնորդներ, այդ թվում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Էլ-Սիսին, Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելին եւ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը։ Եվրոպական միությունը վրդովված է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի Մոսկվա կատարած այցից հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, հաղորդում է Իզվեստիան։ Նա նշել է, որ սլովակ քաղաքական գործիչը կանգնած է պատմության սխալ կողմում։ Մենք նշում ենք Եվրոպայի օրը Եվրոպայում եւ կարծում եմ, որ շատ խորհրդանշական է, որ մենք այստեղ ենք։ Ինչպես կարող եք այսօր կանգնել Մոսկվայում, չեմ հասկանում, ասել է Կալասը Լվովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, որը մասնակցում է Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին, Facebook-ում տեղադրված իր տեսաուղերձում խոսել է Եվրոպայում նոր երկաթե վարագույրի ստեղծման դեմ։ Նա կոչ է արել Ռուսաստանի հետ կառուցել նորմալ եւ բարեկամական հարաբերություններ։ Ես մերժում եմ այն գաղափարը, որ Եվրամիությունը, Եվրոպան պետք է ինչ-որ նոր երկաթե վարագույր բարձրացնի։ Հետևաբար խնդրում եմ իմ ներկայությունը Մոսկվայում ընկալել որպես Ռուսաստանի Դաշնության հետ նորմալ բարեկամական եւ տնտեսական համագործակցության զարգացման համար այս երկաթե վարագույրի վրայով ձեռք մեկնելու հստակ փորձ եւ միևնույն ժամանակ որպես ձեռք մեկնված այն սերունդներին, որոնք զոհվել են Սլովակիայի ազատագրման ժամանակ 1944-ից 1945 թվականներին եւ որոնց շնորհիվ մենք Սլովակիայում կարողացանք ապրել խաղաղ եւ ազատ, ինչպես հիմա ենք ապրում։ Չինաստանը Հնդկաստանին եւ Պակիստանին կոչ է անում զսպվածություն դրսեւորել եւ խուսափել գործողություններից, որոնք կարող են ել ավելի սրել իրավիճակը, ասվում է Չինաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։ Ավելի վաղ Geo TV հեռուստաալիքը վկայակոչելով Պակիստանի բանակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար գեներալ լեյտենանտ Ահմեդ Շարիֆ Չաուդրին հայտնել էր, որ Հնդկաստանը հրթիռներ է արձակել Պակիստանի 3 ավիաբազաների ուղղությամբ, այդ թվում Նուրխանի ավիաբազայի, Մուրիդ ավիաբազայի եւ Շորկոտի ավիաբազայի ուղղությամբ, որը հայտնի է որպես Ռաֆիկի ավիաբազա։ Միաժամանակ հնդկական ANI լրատվական գործակալությունը հղում անելով աղբյուրներին պնդում է, որ խոցվել են Պակիստանի 4 ավիաբազաներ, թեև 4-րդի անունը չի նշվում։ Չինաստանն ուշադիր հետևում է Հնդկաստանի եւ Պակիստանի միջև տիրող իրավիճակին եւ խորապես անհանգստացած է սրացումներով։ Մենք հորդորում ենք Հնդկաստանին եւ Պակիստանին առաջին տեղում դնել խաղաղությունն ու կայունությունը, պահպանել հանգստություն եւ զսպվածություն, վերադառնալ խաղաղ քաղաքական կարգավորման ուղուն եւ խուսափել գործողություններից, որոնք կարող են ել ավելի սրել իրավիճակը, ասվում է Չինաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։ Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը Պակիստանը բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր է արձակել Հնդկաստանի միության Ջամու եւ Քաշմիր տարածքի բնակելի թաղամասեր, վտանգելով խաղաղ բնակիչներին եւ կրոնական վայրերը։
Այս մասին հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 2025 թվականի մայիսի 10-ին Պակիստանը շարունակեց իր ռազմական գործողությունները, թիրախավորելով պաշտամունքի վայրերը, ինչպիսիք են հայտնի Շամփու տաճարը եւ Ջամուի բնակելի թաղամասերը, ասել են զինվորականները։ Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով Պակիստանը մեկ գիշերվա ընթացքում գործակել է բազմաթիվ զինված անօդաչու թռչող սարքեր, վտանգելով խաղաղ բնակիչներին եւ կրոնական վայրերը։ Պակիստանի զինված ուժերը մնում են զգոն եւ վճռական պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, ընդգծել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը։ Մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն կատարած այցի ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ ԿԺԴ-ն հաղթանակի օրը համարում է Ռուսաստանի հետ ընդհանուր տոն եւ կիսում է դրա ուրախությունը դաշնակից պետության ընկերների հետ։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Մայիսի 9-ին ԿԺԴ պետական գործերի նախարարը դստեր հետ այցելել է Փենյանում Ռուսաստանի դեսպանատուն, փոխանցելու ժողովրդական հանրապետության ողջ ղեկավարության, ներառյալ կուսակցության, կառավարության եւ խորհրդարանի շնորհավորանքները։ Ընկեր Կիմ Չեն Ընն ասել է, որ մեր պետությունն ու ժողովուրդը մայիսի 9-ը, որը ռուս ժողովրդի արյան գնով անկին հաղթանակի օր է հայրենիքի եւ մարդկության ճակատագրի համար, համարում են երկու երկրների ԿԺԴ-ի եւ Ռուսաստանի Դաշնության համար ընդհանուր տոն, հաղորդում է գործակալությունը։ Մայիսի 9-ը տոն է ռուս ժողովրդի համար, տոն է ողջ մարդկության համար, տոն է կորեացի ժողովրդի, ինչպես նաեւ ինձ համար։ Գործակալությունը մեջբերում է նախագահի խոսքերը մեկ այլ հրապարակման մեջ։ Այսօր մայիսի 10-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել Աստղիկ ԲԿ-ից։ Այս մասին հայտնում է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ Հիշեցնենք, առաջին նախագահը օրեր առաջ վիրահատվել էր։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ABC News-ին ասել է, որ Կիևը պատրաստ չէ անմիջապես սկսել բանակցություններ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար։ Նրանք պատրաստ չեն անհապաղ բանակցությունների։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է եղել հրադադարին, բայց մի քանի հարց է տվել, բացատրել է Պեսկովը։ Պեսկովը շեշտել է, որ հրադադարի հասնելու համար կարևոր է, որ Արևմուտքը դադարեցնի զենք մատակարարել Ուկրաինային։ Նա հավելել է, որ այս մատակարարումների շարունակությունը կարող է Կիևին զգալի առավելություն տալ եւ աջակցել նրա մոբիլիզացիային։ Ամերիկյան Elliott Investment Management ներդրումային ընկերությունը բանակցություններ է վարում ենթակառուցվածքային ակտիվների պորտֆելում բաժնեմասի գնման շուրջ, որը ներառում է Բուլղարիայում գտնվող թուրքական հոսգազատարի երթուղում մի հատված։ Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը։ Լրագրողները նշել են, որ ընկերությունը վերջերս գաղտնիության մասին համաձայնագիր է կնքել Բուլղարիան գազի օպերատոր Bulgartransgaz-ի հետ։ Նյութի համաձայն Elliott Investment Management-ի ներկայացուցիչները ապրիլի վերջին հանդիպում են ունեցել նաև Բուլղարիայի կառավարության հետ։ Պարբերականը գրում է, որ բանակցությունները գտնվում են վաղ փուլում։ Ակնկալվում է, որ գործարքը ընկերությանը հասանելիություն կտա ենթակառուցվածքային կառույցներին, տվյալների կենտրոնների ցանցին, տվյալների փոխանցման մալուխներին եւ այլ ակտիվներին, սակայն ներդրման չափը չի նշվում։ Պենտագոնը պայմանագիր է կնքել Lockheed Martin-ի հետ HIMARS բազմակի հրթիռային համակարգի արտադրության համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Տեխաս նահանգի Grand Prairie քաղաքում գտնվող Lockheed Martin Corporation-ը ստացել է $742.1 միլիոն ֆիքսված գնով պայմանագիր։ Բարձր շարժունակության HIMARS հրետանային հրթիռային համակարգի համար ասվում է հայտարարության մեջ։ Մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ աշխատանքի վայրը եւ ֆինանսավորման պայմանները կորոշվեն յուրաքանչյուր առանձին պատվերի համար։ MLRS-ը, ինչպես սպասվում է, պատրաստ կլինի մինչև 2027 թվականի մայիսի 31-ը։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Լեհաստանի վարչապետ Տուսկը, Գերմանիայի կանցլեր Մերցը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ստարմերը ժամանեցին Ուկրաինա։ Կիևի երկաթուղային կայարանում քաղաքական գործիչների հանդիպման տեսանյութը հրապարակել է Union-ը, եվրոպական պետությունների ներկայացուցիչներին դիմավորել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը եւ արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։
Նորընտիր Հռոմի պապ Լևոն 14-րդը մանկուց սիրում էր քահանայի դեր խաղալ։ Այս մասին գրում է New York Times-ը հղում անելով պապի եղբորը Լուի Պրևոյին։ Չիկագոյի արվարձանում մեծանալով ապագա Հռոմի պապ Լևոն 14-րդը չէր ձևանում կովբոյ կամ բանկային կողոպտիչ։ Փոխարենը նա սիրում էր քահանայի դեր խաղալ, ասվում է հոդվածում։ Հրապարակման մեջ ասվում է, որ փոքրիկ Ռոբերտի ընտանիքը հաճախ կատակում էր, որ նա կդառնա հովապետ։ Հռոմի պապի եղբոր խոսքերով մանուկ հասակում Լևոն 14-րդը միջխաղարարի դեր է խաղացել եղբայրների միջև հակամարտություններում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հիասթափված է ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու ջանքերի վերաբերյալ։ Այս մասին նա հայտարարել է Ֆլորիդա նահանգում առաջատար հովանավորների հետ հանդիպման ժամանակ։ Հաղորդում է The Wall Street Journal-ը։ Հրատարակության տվյալներով Թրամփը խոստովանել է, որ ճգնաժամի լուծումն իրեն անքնություն է պատճառում։ Թրամփը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում առկա դժվարությունները պայմանավորված են լիակատար վերահսկողության իր ցանկությամբ։ Միաժամանակ ԱՄՆ նախագահը մատնանշել է Գազայի հատվածում հակամարտության կարգավորման դժվարությունները, ընդգծելով, որ այս տարածաշրջանը հազարամյակներ շարունակ գտնվում է պատերազմական վիճակում։ Պակիստանի զինված ուժերը ոչնչացրել են Հնդկաստանի Սիրսա քաղաքում գտնվող օդանավակայանը։ Այս մասին հայտնել է Հանրապետության բանակի միջգերատեսչական հասարակայնության հետ կապերի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Հնդկաստանի Սիրսա օդանավակայանը ավերվել է, ավերման փաստը հաստատել են հենց հնդկական լրատվամիջոցները, ասվում է ծառայության հայտարարության մեջ։ Մայիսի 10-ի գիշերը Պակիստանը սկսել է Հնդկաստանի դեմ Բունյանում Մարսուս անվանումով ռազմական գործողություն, պնդելով, որ դա պատասխան է Նյու Դելհիի վերջին հարվածներին։ Իսլամաբադը որպես թիրախներ նշել է Հնդկաստանի ավիաբազաները եւ հրթիռային կայանները։ Սա երկու միջուկային տերությունների միջև տասնամյակների ընթացքում ամենամեծ էսկալացիան է։ Մյունխենի անվտանգության համաժողովի նախկին նախագահ Քրիստոֆ Հոյսկենը գովաբանել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին եւ նրա կառավարությանը Ուկրաինայի հակամարտության հարցում ընտրված ուղու համար։ Այս մասին գրում է Rheinische Post թերթը։ Նրա խոսքով Գերմանիայի կառավարությունը ճիշտ ազդանշաններ է ուղարկում։ Հոյսկենն ասել է, որ համատեղ մոտեցումը Ֆրանսիայի, Լեհաստանի եւ Մեծ Բրիտանիայի հետ սերտ համագործակցությամբ ճիշտ բան է։ Իրադարձությունների այս զարգացումը ցույց է տալիս Եվրոպայի ուժն ու միասնությունը, ասել է փորձագետը։ Հոյսկենը նաև հիշեցրել է, որ Մերցը խոստացել է գործընկերների հետ միասին Ուկրաինային մատակարարել հեռահար Տավրոս հրթիռներ, մինչդեռ նրա նախորդը Օլաֆ Շոլցը մերժել այդ զենքի փոխանցումը Կիևին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղության կողմնակից չէ, եւ նրանք, ովքեր այլ կերպ են մտածում, սխալվում են։ Նախագահ Պուտինը պատերազմի կողմնակից է, այլ ոչ թե խաղաղության, եւ նրանք, ովքեր կարծում էին, որ նա խաղաղություն է ուզում, սխալվում են, ասել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնը նաեւ արտահայտել է իր ցանկությունը Ուկրաինայում կառուցել ամուր եւ երկարատև խաղաղություն։ Նա դատապարտել է Ռուսաստանին ենթադրյալ պատմական ռևիզիոնիզմի համար։ Սպիտակ տունը քննարկում է Գրենլանդիան ԱՄՆ ազդեցության ոլորտ ներգրավելու ծրագիրը կղզու անեքսիայի փոխարեն։ Այս մասին հաղորդում է Reuters-ը հղում անելով իր աղբյուրներին։ Վաշինգտոնը քննարկում է Գրենլանդիային Միացյալ Նահանգների հետ ազատ ասոցացման պայմանագիր առաջարկելու հնարավորությունը։ Ըստ քննարկումներին ծանոթ 3 անձանց նախկինում նմանատիպ համաձայնագրեր են ստորագրվել Միկրոնեզիայի, Մարշալյան կղզիների եւ Պալաուի փոքր կղզի պետությունների հետ։ Ըստ համաձայնագրերի Միացյալ Նահանգները փոքր երկրներին տրամադրում են բազմազան ծառայություններ, այդ թվում ռազմական պաշտպանություն, այդ պետությունների տարածքներում գործողությունների լիակատար ազատության դիմաց։ Նրանք նաև իրավունք ունեն Միացյալ Նահանգների հետ առանց մաքսատուրքերի առևտրի։ Հյուսիսային Կորեան եւ Ռուսաստանը միշտ միասին կլինեն որպես դաշնակիցներ։ Այս մասին հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը, հղում անելով Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության իշխանությունների կողմից Ռուսաստանին ուղղված շնորհավորանքներին հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Կորեացի ժողովուրդը կշարունակի անսասանորեն հավատարիմ մնալ Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև համապարփակ
փակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ոգուն եւ պարտավորություններին եւ կցուցաբերի ամուր աջակցություն եւ օգնություն Ռուսաստանի կառավարությանը եւ ժողովրդին, պետության ինքնիշխանության, անվտանգության շահերի եւ տարածքային ամբողջականության պաշտպանության գործում, ասվում է շնորհավորական ուղերձում։ Նպատակահարմար չի համարվել թերթ.am-ի հարցին, թե ինչու մայիսի 9-ին Հայաստանի Հանրապետությունից զորախումբ չի մասնակցել Մոսկվայի շքերթին, պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 9-ին վարչապետ Փաշինյանը հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցել էր Մոսկվայում։ Մայիսի 9-ին ժամը 22:20-ի սահմաններում Ադրբեջանի զուս ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տանիքը, տուժասեր չկան, հայտնում են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից։ Ադրբեջանական կողմին կոչ են անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Իսկ այժմ սպորտի լուրերից Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2024-ից 25 մրցաշրջանի չեմպիոնը Երևանի Նուան է։ Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակներում Նուան սեփական հարկի տակ ընդունեց Փյունիկին եւ առավելության հասավ 2-1 հաշվով։ Այս հաղթանակից հետո Նուան հավաքեց 71 միավոր եւ անհասանելի դարձավ երկրորդ տեղում գտնվող Արարատ Արմենիայի համար ժամանակից շուտ դառնալով Հայաստանի չեմպիոն։ Նուան իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի առաջնության չեմպիոն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ երկխոսությամբ խաթարում է ՆԱՏՕ-ի միասնությունը։ Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը։ Ես կարծում եմ, որ նա անկեղծ ասած շատ վատ աշխատանք է կատարել իշա ԱՄՆ-ի։ Դուք գիտեք, որ համաշխարհային պատմության մեջ ամենամեծ դաշինքը ՆԱՏՕ-ն է, իսկ Թրամփը պայթեցրել է այն, ասել է նա։ Բայդենը նաև քննադատել է Թրամփին այն բանի համար, որ վերջինս չի ամանչում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ որևէ կապերի առկայությունից։ Նախկին նախագահ հավելել է, որ Պուտինին ճանաչում է ավելի քան 45 տարի եւ նրան բռնապետ է անվանել։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է պահել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին տված իր խոստումը Մոսկվա գալ հաղթանակի 80-ամյակին։ Ես խոսք եմ տվել նախագահ Պուտինին, որ ես այսօր կլինեմ Մոսկվայում եւ կատարել եմ իմ խոստումը, ասել է նա։ Նա ընդգծել է Պուտինի հետ բանակցությունների կարեւորությունն ու երկկողմ հարաբերությունների զարգացումը Բելգրադի համար։ Մենք ունենք մեծ խնդիր պահպանել հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հիշատակը։ Ես հպարտ եմ այս հաղթանակի մեջ սերբ ժողովրդի դերով եւ շնորհակալություն ջերմ ընդունելության հյուրընկալության համար, եզրափակել է Վուչիչը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Ռուսաստանին եւ Ուկրաինային 30-օրյա անվերապահ հրադադար հաստատելու կոչով։ Զինադադարը չպահպանելու դեպքում նա խոստացել է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել երկու երկրների նկատմամբ։ Այս մասին Թրամփը հայտնել էր իր Truth Social-ում։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ բանակցությունները շարունակվում են։ ԱՄՆ-ն պահանջում է իդեալականորեն 30-օրյա անվերապահ հրադադար, հուսանք, որ ընդունելի հրադադարը կպահպանվի եւ երկու երկրներն էլ պատասխանատվություն կկրեն այդ ուղիղ բանակցությունների անձեռնմխելիությունը պահպանելու համար։ Եթե հրադադարը չպահպանվի, ԱՄՆ-ն ու նրա գործընկերները լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառեն, գրել է Թրամփը։ Նա նաև ընդգծել է, որ եվրոպական առաջնորդների հետ հավատարիմ է մնում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև կայուն խաղաղության հասնելուն։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ հրադադարը իր կարծիքով հեռանկարում պետք է հանգեցնի խաղաղության համաձայնագրի։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնկալում է, որ հանգստյան օրերից հետո կգա ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ լուրջ բանակցությունների ժամանակը։ Մերցի խոսքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկվա զրույցից հետո նա ակնկալում է, որ կուժեղացնի ճնշումը Ռուսաստանի վրա եւ որ այս շաբաթաբերչից հետո կլինի մի փուլ, որի ընթացքում կարող են լուրջ բանակցություններ տեղի ունենալ։ Նախորդին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ զրույց է ունեցել Թրամփի հետ, որի ընթացքում քննարկվել են կոնկրետ քայլեր, որոնք կարելի է ձեռնարկել խաղաղության հասնելու համար։ Զելենսկին կրկնել է Կիևի պայմանը, որ բանակցությունները կարող են սկսվել միայն հրադադարից հետո։ Ռուսաստանը բազմիցս հաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների ուղիղ բանակցությունների պատրաստակամությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար է հայտարարել հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, սակայն առաջին ժամերին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի կողմից գրեթե 500 խախտումների մասին։
Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ռուսաստանը վաղուց պատրաստ է ոչ միայն պարզապես զինադադար կնքել, այլ խաղաղություն Ուկրաինայում։ Ռուսաստանը վաղուց պատրաստ է ոչ միայն զինադադարի, այլև խաղաղության, ասել է Լուկաշենկոն, որի խոսքերը մեջբերում է Բելտա գործակալությունը ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցից։ Լուկաշենկոյի խոսքով խնդիրը Ռուսաստանը չէ։ Դրա համար պետք է, որքան գիտեմ, մյուս կողմից նայենք։ Հենց որ ամերիկացիներն ու ուկրաինացիները որոշեն, որ խաղաղություն է պետք, խաղաղությունը կգա, վստահ է Բելարուսի ղեկավարը։ Բարեկամության նոր պայմանագիրը, որը Լեհաստանն ու Ֆրանսիան կստորագրեն այսօր Նանսիում, պարունակում է երրորդ երկրների հարձակման դեպքում անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին դրույթ։ Այս մասին Ֆրանսիա թռչելուց առաջ հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Ես չեմ թաքցնում, որ ինձ համար ամենակարևոր խնդիրը փոխադարձ անվտանգության երաշխիքներն էին։ Մեր երկրներից մեկի վրա հարձակման դեպքում փոխադարձ աջակցության մասին դրույթը այս համաձայնագրում գլխավորն է լեհական շահերի տեսանկյունից, նշել է Տուսկը։ Լեհաստանի վարչապետն ընդգծել է, որ Ֆրանսիան երկկողմանի նման երաշխիքներ է տրամադրել միայն Գերմանիային։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից հեռացված պատգամավոր Մասկ նախագահ Հովիկ Աղազարյանը միանում է իմպիչմենտի նախաձեռնությանը։ Լիազորված եմ հայտարարել, որ նախաձեռնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Վարչապետի մեր թեկնածուի անունը կհայտարարենք սույն թվականի մայիսի 20-ին, տեղեկացրել է նա։ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադառնալով Արցախն ու Շուշին վերաազատագրելու հարցին նշել է, որ ինքը եւս հավատում է մի օր դա տեղի է ունենալու։ Ես էլ հավատում եմ եւ վստահ եմ, որ մենք կարող ենք վերադառնալ, բայց նաեւ վստահ եմ, որ դա միայն ուժեղ ազգային Հայաստանի Հանրապետության միջոցով կարող է լինել։ Ինչ մենք առ այսօր անում ենք, ուղղակի մեր վերադարձի թեման օրակարգում պահելն է, վերադարձի հույսը մեր ժողովրդի սրտում պահելն է, քանի որ առանց հույսի որևէ արդյունք չենք ունենալու, իսկ եթե գործնական կամ պրագմատիկ նայենք իրավիճակին, ուղղակի պետք է ամուր լինենք, պետք է զարգանանք եւ ժամանակի ընթացքում այնքան ազդեցություն ունենանք, որ կարողանանք վերադառնալ Արցախ։ Ես վստահ եմ, որ դա հնարավոր է։ Ժամանակի հարց է, թե դա մի քանի տարուց է, թե տասնամյակներից հետո, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու այդ նպատակի հետևից գնանք։ Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսն այս տարի անցավ առանց հայկական զորախմբի։ Նիկոլ Փաշինյանը թեև գտնվում էր Մոսկվայում եւ մասնակցում զորահանդեսին, հրապարակված կադրերից երևում էր, որ զորաշքերթին ՀՀ-ն զորախումբ չի ուղարկել։ Նշենք, որ հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600,000 հայորդի, որոնցից 300,000-ը հերոսացել են եւ մարտի դաշտից չեն վերադարձել։ Տասնյակ գեներալներ, ծովակալներ, մարշալներ կերտել են այդ հաղթանակը։ Ուստի արտասովոր է տեսնել, որ զորահանդեսին այսօր հայկական զորախումբ ներկայացված չէ։ 33 տարի անց Շուշիի ազատագրումը դեռ ավարտված չէ, այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության կոմիտեն։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է 1992 թվականի այսօրը հայ ժողովուրդը կերտեց իր նորագույն պատմության ամենափառավոր էջերից մեկը, ազատագրվեց Շուշին, Արցախի սիրտն ու հոգին։ Հայ զինվորը Արցախի ու Հայաստանի հերոսները հայոց բանակը դեռ ձևավորման ճանապարհին համատեղ գործեցին մի աներևակայելի սխրանք փառքով ազատագրելով Շուշին։ Մենք հայտարարում ենք Շուշին եղել է, կա եւ լինելու է հայկական։ Պահանջում ենք բոլոր հայ քաղաքական ուժերից, պետական ու սփյուռքի կառույցներից վերանայել իրենց մոտեցումները եւ որդեգրել ազգային շահից բխող հստակ դիրքորոշում, ուղղված Շուշիի եւ Արցախի ամբողջական վերադարձին, ասված է հաղորդագրության մեջ։ Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ առաջին տիկին Մեհրիբան Ալիևան այցելել են օկուպացված Արցախի հանրապետության Շուշի քաղաք։ Նրանք այնտեղ մասնակցել են մզկիթի բացման արարողության։ Շուշիում Ալիևները մասնակցել են նաեւ առողջության եւ բարեկեցության կենտրոնի բացմանը, կառուցվելիք 4-րդ բնակելի համալիրի հիմնարկեքի արարողությանը։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի օրը մենք գլուխ ենք խոնարհում միլիոնավոր մարդկանց սխրանքի առջև, ովքեր անհավանական ջանքերի գնով փրկեցին աշխարհը ֆաշիզմից։ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղում մեծ հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանն ասել է համալսարանի Երևանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, ընդգծելով հայ ժողովրդի զգալի ներդրումը այդ հաղթանակում։ Նա
Նա հիշեցրել է, որ ամբողջ խորհրդային միության տարածքից 1941-ից 45 թվականների պատերազմի ընթացքում զինվորագրվել է մոտ 600,000 հայ, ավելի քան 200,000-ը իրենց կյանքն են տվել համաշխարհային չարիքի ֆաշիզմի դեմ պայքարում։ Բազմաթիվ հայ ականավոր գեներալներ ու մարշալներ, մարշալ Բաղրամյանը, մարշալ Բաբաջանյանը, մարշալ Ագանովը եւ մյուսները ոսկե տառերով են գրել իրենց անունները պատմության տարեգրության մեջ, շեշտել է Արման Վարդանյանը, ԽՍՀՄ ամենաբարձր կոչմանն արժանացած ավելի քան 100 հայորդիներից առանձնացնելով հատկապես խորհրդային գրոհային ավիացիայի լեգենդար հայ օդաչու խորհրդային միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի սխրանքները։ Будущий дважды герой. Родился 15 марта 1913 года в городе Шуши, в Карабахе, в армянской семье. В боях Великой Отечественной войны Степанян совершил 259 боевых вылетов, потопил 13 вражеских кораблей и судов, 1 миноносец, 2 сторожевых корабля, 1 тральщик, 2 сторожевых катера, 2 торпедных катера, 5 транспортов, десятки кораблей врага. При боевых действиях над сушей уничтожил 80 фашистских танков, 600 автомашин, 40 орудий артиллерии, 40 орудий зенитной артиллерии и 40 установок малой зенитной артиллерии, 27 самолетов, из них 2 это бомбардировщики Ju-88, легендарные в то время. Остальных он уничтожил в аэродромах, они уже даже не успели взлететь. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի կեսերին Սաուդյան Արաբիայում իր եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպում նախատեսված չէ, սակայն կողմերի միջև շատ լավ բանակցություններ են ընթանում։ Հարցը, թե արդյոք հավանականություն կա, որ Թրամփը կհանդիպի Պուտինի հետ իր առաջիկա մերձավոր արևելյան շրջագայության ժամանակ, Միացյալ Նահանգների նախագահին ուղղել են լրագրողները Սպիտակ տանը։ Չեմ կարծում, բայց մենք շատ լավ խոսակցություններ ենք վարում, պատասխանել է ԱՄՆ նախագահը։ Ինչպես այս շաբաթվա սկզբին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինը մայիսի կեսերին նախատեսված որևէ ուղևորություն չունի մերձավոր արևելք։ Թրամփը ապրիլին ազդարարել էր, որ ակնկալում է ինչ-որ պահի հանդիպել Պուտինի հետ։ Այնուհետև նա առաջարկել էր, որ հանդիպումը կարող է կայանալ շուտով իր մերձավոր արևելք կատարած այցից հետո։ Մայիսի 12-ից 16-ը նախատեսված է Թրամփի այցը Սաուդյան Արաբիա, Կատար եւ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Հնդկաստանի ոստիկանությունը կիսառազմական անձնակազմի աջակցությամբ ուժեղացրել է մայրաքաղաքի կառավարական շենքերի, օտարերկրյա դեսպանատների եւ այլ կարևոր կառույցների անվտանգությունը Հնդկաստանի եւ Պակիստանի միջև լարվածության սրման պայմաններում ըստ առկա տեղեկությունների ավելացել են պարեկային խմբերը կառավարական շենքերի, օտարերկրյա դեսպանատների, կոյուղու մաքրման կայանների, դատարանների եւ մեծ երթևեկության վայրերում, շուկաները, երկաթուղային կայարանները, առևտրի կենտրոնները, զբոսայգիները եւ մետրոյի կայարանները նույնպես ավելի ուշադիր են հսկվում։ Աճող լարվածության պայմաններում Դելիի ոստիկանության բոլոր աշխատակիցները չեղյալ են հայտարարվել մայիսի 8-ի երեկոյան իրենց արձակուրդը։ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը արաբական միապետությունների ղեկավարներին հրավիրել է Էր Ռիադ մասնակցելու ԱՄՆ եւ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է Բահրեյնի թագավորի խորհրդական Նաբիլ Ալ Համերը։ Թագավոր Սալման բեն Աբդուլազիզը Պարսից ծոցի երկրների ղեկավարներին հրավիրել է մասնակցելու համագործակցության խորհրդի եւ մայրաքաղաք Ռիադում կայանալի գագաթնաժողովին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 13-ից 16-ը կայցելի Սաուդյան Արաբիա, Կատար եւ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այցը ծոցի երկրներ կլինի երկրորդ արտասահմանյան այցը ամերիկյան վարչակազմի ղեկավարի համար, ով ապրիլի 29-ին Վատիկանում մասնակցել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը։ Թրամփն իր առաջին ժամկետի ընթացքում սերտ կապեր է հաստատել Պարսից ծոցի երկրների, այդ թվում Սաուդյան Արաբիայի հետ։ Ակնկալվում է, որ առաջիկա ուղևորության հիմնական նպատակներից մեկը կլինի ներդրումների ներգրավումը ամերիկյան տնտեսություն։
Իսկ այժմ եղանակի մասին։ Երևան քաղաքում մայիսի 10-ի եւ 11-ի գիշերը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Մայիսի 10-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում 11-ից 3-ը 12-14-ին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 15-ից 18 մետր/վայրկյան արագությամբ։ Մայիսի 10-ին, 11-ի եւ 12-ի գիշերը առանձին շրջաններում 11-ի 12-ից 3-ը 13-ին 14-ի շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ 12-ի 14-ին առանձին հատվածներում փորձառատ անձրև։ Առանձին վայրերում սպասվում է նաեւ կարկուտ քամին հարավարևմտյան հատվածում 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ քամուշ գնացում 18-ից 22 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին կբարձրանա եւս 2-ից 3 աստիճանով, մայիսի 12-ին 14-ին աստիճանաբար կնվազի 4-ից 6 աստիճանով։